Ժողովուրդը հո գիտի, Տիկին Գյուրեղյան, ժողովուրդը հո գիտի, ժողովուրդը հո տեսնում է այս զեկույցում գրված փոփոխությունները, տեսնում է եւ զգում է իր մաշկի վրա։ Ինչքան ուզում եք այստեղ եկեք գոռացեք, ինչ ուզում եք խոսեք, ժողովուրդը գիտի։ Տիկին Գյուրեղյանի ընդհատեք։ Գրելու եւ տպելու կարիք էլ չկար, որտեղ ժողովրդին որ թողես 4 հատ է զեկույցից կգրի իր խոսքով։ Նենց որ անիմաստ մեկ եք, ստեղ ձեր ներվերն ու ժամանակը ծախսեք։ Մեծարգո վարչապետ, հարգելի գործընկերներ, սիրելի ժողովուրդ։ Այս զեկույցը հոգատարության մասին է։ Այն մասին է, թե ինչ չի արել պետությունը իդեմս նախկին բոլոր իշխանությունների եւ այն մասին է, թե ինչ պետք է անի պետությունը իդեմս ներկա իշխանությունների, իր քաղաքացիների ու ժողովրդի համար։ Ես մանրամասն ուսումնասիրեցի զեկույցում ներկայացված թվերը, ծրագրերը եւ հասկացա, որ այստեղ ներկայացված են պատմական փոփոխություններ։ Եվ ասածս այն մասին է, որ այստեղ զեկույցով ուղիղ ասվում է. Հայաստանը անկախ է, Հայաստանը ազատ է, Հայաստանն այլևս շրջափակված չէ, Հայաստանն այլևս եւ վերջապես ինքնիշխան է։ Եվ այս պատմական պահը ֆիքսելու եւ ընկալելու համար մենք պետք է տեղափոխվենք մի քանի տարի առաջվա Հայաստան, որ համեմատության մեջ տեսնենք ինչ չունենք եւ ինչ ունենք հիմա։ Ասել է թե նայենք այս զեկույցի հակառակ կողմը։ Օրինակ, եթե զեկույցը արտահայտեր մինչև 2018 թվականի պատկերը, օրինակ անվտանգության բաժնում, պետք է գրված լիներ, որ մեր սահմանները կահավորված են կոնսերվայի բանկաներով, որ զինվորները կանգնած են ցեխի մեջ, որ այն ինչ մատուցում են հայ զինվորին շատ հեռու է սնունդ կոչվելուց, որ աշխատավարձը, որ ստանում է սպան կամ պայմանագրայինը, պարտադրում է նրան երկրորդ եւ անգամ երրորդ աշխատանքով զբաղվել, որ բնակարանները, որոնց համար նրանք հերթագրված են, վաղուց արդեն մեջ են արվել եւ նրանց հերթը երբեք չի էլ հասնելու։ 2025-ի զեկույցում սակայն մենք տեսնում ենք պատմական փոփոխություններ։ Ես գումարեցի բնակարանային տարբեր ծրագրերով տրված աջակցության ծրագրերի թվերը եւ պարզեցի, որ 2876 զինվորական ստացել է բնակարան ձեռք բերելուն ուղղված աջակցություն։ Այս կամ այն ձևով, հիպոթեկի ծրագրերի ձևով, մատչելի բնակարանի ձևով, կանխավճարի փոխհատուցման ձևով, գնման վկայականի ձևով։ Գիտեմ, որ էլի զինվորականներ կան, որ այս խնդրի առաջ են, բայց գիտեմ նաեւ, որ Պաշտպանության նախարարությունը զբաղվում է այս հարցով։ Այսօր զինվորականները ստանում են ընդհուպ մինչև 700,000 դրամ աշխատավարձ բացառապես իրենց գիտելիքի շնորհիվ։ Բացառապես։ Զինվորական ծառայությունը 24 ամսից դարձել է 18 ամիս։ 21 օրյա արձակուրդը, որի համար մինչև 2018 թվականը պետքա ծանոթ ունենայիր կամ փող գտնեիր, որ մեկին տայր, որ քեզ ուղակի տային քո հասանելիք արձակուրդը, հիմա դարձել է 30 օր եւ բացառապես բարեխիղճ ծառայության շնորհիվ զինվորականները ժամկետային զինծառայողները գնում են արձակուրդ։ Եվ վերջապես 2025-ի զեկույցում արդեն 2 տարի է սահմանին զոհ կամ վիրավոր չունենք։ Եվ սա բացառապես խաղաղության շնորհիվ է, որի մասին ցավոք չենք կարող տեղեկություններ գտնել մինչև 2018-ի զեկույցում, 2019-ի զեկույցում, 20-ի զեկույցում, 21-ի զեկույցում ցավոք։ Անվտանգության եւ խաղաղության, մեր ժողովրդավարության եւ ազատության մասին են խոսում զբոսաշրջիկների այցելությունների մասին թվերը։ 2017-ի համեմատ 2025-ին 50%-ով ավելի զբոսաշրջիկ է եկել Հայաստան։ Էլ չեմ խոսում միջազգային մամուլում ամենատարբեր հարթակներում ոչ հայաստանցի մարդկանց կողմից մեր երկրի վերաբերյալ դրական տեսանյութերը, որտեղ մեր երկիրը նկարագրվում է որպես ամենաազատ, ամենաանվտանգ երկրներից մեկը աշխարհում։ Բա միգրացիոն թվերին եթե անդրադառնանք, մենք պատմական թիվ ենք արձանագրել։ Ավելի շատ քաղաքացի է եկել Հայաստան, 8660 քաղաքացի է վերադարձել Հայաստան։ Վերադարձել է, որովհետև տեսել է եւ վստահ է, որ պետությունը հոգ է տանում իր քաղաքացիների մասին։ Մինչև 2018-ի զեկույցներում բոլոր ծրագրերը եւ թվերը հակառակի մասին էին։ Այն մասին էին, որ Հայաստանից 800,000-ից մինչև 1 միլիոն մարդ է հեռացել։ Եթե հաշվենք 91 թվականից, կարող եմ ավելի մոտենալ,
որ չասեն շատ հեռու գնաց, 2008 թվականից 300,000-ից ավելի մարդ անվերադարձ հեռացել է Հայաստանից։ Եվ ուրեմն մենք ոչ միայն նպաստել ենք, որ կանգ առնի արտագաղթը, այլև սկսվի ներգաղթը։ Գյուղատնտեսության ոլորտում աննախադեպ ներդրումներ են արվել ու ծրագրեր են իրականացվել, որոնց շնորհիվ մեր սիրելի քաղաքացիները գյուղտեխնիկա են ձեռք բերում, նոր հողեր են մշակում, ջերմոցներ են հիմնում, կարողանում են ոռոգել իրենց հողերը, մթերել իրենց ապրանքը։ 2025-ի զեկույցի հակառակ կողմում գրված կլիներ, որ մինչև 2018-ը համայնքային հողեր էին օտարում իրենց մտերիմներին, ջրագծեր են գետնի տակից հանում ու վաճառում, ամեն ինչ անում են, որ գյուղացին իր հողը թողնի անմշակ ու գնա արտերկիր, ուրիշի հողերը մշակելու համար, ուրիշ երկրներ հարստացնելու համար, կամ կոնկրետ երկրի հողեր մշակելու եւ կոնկրետ երկիր հարստացնելու համար։ Երիտասարդ ընտանիքներին տրվում է հսկայական աջակցություն, թե հիպոթեկի ծրագրի տեսքով, թե աշխատող ու չաշխատող մայրերին աջակցելու տեսքով, թե ամեն հաջորդ երեխայի ծննդի դեպքում։ 25-ից 26 թվականի Հայաստանում սիրելի քաղաքացիներ ավելի շատ երեխաներ են ծնվում եւ նրանց մասին պետությունը հոգ է տանում։ Այս զեկույցի հակառակ կողմում մինչև 2018 թվականը երեխաներն արդեն պարտքի տակ էին ծնվում։ Մարդիկ վախենում էին պլանավորել երեխայի ծնունդը, որովհետև վստահ չէին, որ կկարողանան արժանապատիվ մանկություն ապահովել կամ առնվազն նվազագույն պայմաններ ապահովել իրենց երեխաների համար։ Ցնցող թիվ հնչեցրեց վարչապետը 3.7 միլիարդ դոլար, որը ներդրվել է համայնքներում կառավարության կողմից չհաշված սուբվենցիոն ծրագրերը։ Ինչ էր կատարվում մինչև 2018-ը։ Ոչինչ էլ չէր կատարվում, ոչինչ։ Կյանքը կանգնած էր համայնքներում, համայնքի բյուջեները թալանվում էին, գյուղապետերն էլ դառնում էին տեղի բդեշխները։ Այստեղ պետք է անդրադառնանք նաև ապօրինի գույքի բռնագանձման համակարգին։ Այն միայն գողոնը վերադարձնելու մասին չէ։ Այն մասին է, որ այդ գողոնն այլևս չի ավելանալու, բյուջեն այլևս չի թալանվելու, այլ ավելանալու է։ Ուստի ապօրինի գույքի վերադարձին առնչվող թվերը ամբողջական չեն արտահայտում այն էֆեկտը, որը բերել է այս համակարգը։ Գիտնականները Հայաստանում ապրում եւ ապրելու են արժանապատիվ։ 2017-ի համեմատ գիտության ոլորտի հատկացումը ավելացել է 180%-ով։ Աշխատավարձերը ոլորտում 105-ից 300%-ով։ Սա առնվազն նշանակում է, որ մինչև 2018 թվականը ոչ միայն ոչինչ չի արվել, այլ արվել է ամեն ինչ, որ գիտություն, գոյություն չունենա Հայաստանում։ 300 դպրոց եւ 500 մանկապարտեզ կառուցելու ծրագիրը միայն դպրոց կառուցելու մասին չէ, այլ այն մասին է, որ այլևս մանկապարտեզների ու դպրոցների տարածքները չեն օտարվում, չեն գողացվում, հատկապես դաշնակցական նախարարների պաշտոնավարման ժամանակ։ Հետևաբար, երբ մենք կառուցում ենք 300 դպրոց, մենք փրկում ենք նաև նույնքան դպրոց, որոնք դուք պետքա օտարեիք ձեր ընկերներին, հարազատներին, բարեկամներին։ Երբ որ մենք կառուցում ենք, վերակառուցում ենք 500 մանկապարտեզ, մենք նաև փրկում ենք 500 մի ուրիշ մանկապարտեզներ, որոնք դուք պետքա օտարեիք ձեր ընկերներին, աղբերներին, բարեկամներին, կուսակցականներին, կոալիցիոն գործընկերներին։ Որովհետև այդ ժամանակ էլ մինչև 2018-ն էլ ամեն բան արվում էր, որ Հայաստանում կրթություն էլ չլինի ընդհանրապես, որովհետև դուք նախկին իշխանության ներկայացուցիչները այդ ամեն ինչը կարող եք անել մի միջավայրում, որտեղ չկա գիտություն, չկա կրթություն, թե չէ ձեզ ով էր թույլ տալու ընդհանրապես, որ դուք այդպես բան անեք։ Եվ հիմա դրա համար դուք ներվայնանում եք, որովհետև գիտության եւ կրթության նման ֆինանսավորման, վերակառուցման, համակարգային փոփոխության պայմաններում դուք որպես քաղաքական ուժ, ել չեմ ասում որպես խմբակ, որ թալանում էր Հայաստանի Հանրապետությունը, ոչնչացված եք այլևս եւ վերադառնալու ոչ մի շանս չունեք։ Դե առողջապահության ապահովագրության մասին արդեն մենք չէ որ պետքա խոսենք, մեր քաղաքացիները մեր հանդիպումների ընթացքում, մեր մարզային այցելությունների ընթացքում շատ պատկերավոր նկարագրում են այն էֆեկտը, որը բերել է առողջապահության ապահովագրության համակարգը, թոշակների բարձրացումը եւ մյուս բոլոր սոցիալական ծրագրերը։ Եվ եթե գանք խաղաղության հաստատմանը, ապա վախենամ, որ եթե 2018-ի ոչ բռնի թավշյա ժողովրդական հեղափոխությունը չլիներ, ապա մենք ոչ միայն չէինք ունենա այս ձեռքբերումները, այլև չէինք ունենա ազատություն,
անկախություն եւ ընդհանուր պետականություն։ Ուստի պետք է տեր կանգնենք այս փոփոխություններին։ Տեր կանգնենք այս փոփոխություններին։ Տեր կանգնենք այսօրվա Հայաստանին։ Տեր կանգնենք խաղաղությանը, որ չհայտնվենք էլի այս զեկույցի հակառակ կողմում, որտեղ կոռուպցիան է, ունեզրկումները, գողությունը եւ պատերազմը։ Շնորհակալություն։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար։